Մայրաթոռի միաբանները, Սևանավանքում ծառայող հոգևորականներն ու Վազգենյան դպրանոցի սաները թափորով Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցի են բերում Մատթեոս և Անդրեաս Առաքյալների մասունքները։ Հոգեգալստյան տոնի օրը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի տնօրինությամբ 2011 թվականից հռչակված է Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր։ Հայաստանի տարբեր մարզերից ու քաղաքներից ժամանած ուխտավորների մասնակցությամբ Մայրաթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը տոնական պատարագ մատուցեց։ Սրբազան հայրն իր քարոզում հիշեցրեց հավատացյալներին, որ առաքյալներ չէին, երբ դեռ նրանց վրա չէր իջել Սուրբ Հոգին, բայց երբ նրանք ընդունեցին Սուրբ Հոգու շնորհները, հնարավորություն ստացան Աստծո խոսքի քարոզիչը դառնալու եւ իրենց ստացածը բաշխելով ապրեցին, նահատակվեցին ու սրբացան։ Անդրեաս եւ Մատթեոս առաքյալները կանչված էին Քրիստոսի կողմից։ Անդրեաս առաքյալը համարվում է նախաառաքյալ, այսինքն Տիրոջ կողմից կանչված առաջին առաքյալը, իսկ Մատթեոսը հայտնի 4 ավետարանիչներից մեկն է, ով իր ամբողջ կյանքը նվիրեց քրիստոնեական հավատի տարածմանը եւ նահատակվեց իր առաքելության կատարման ճանապարհին։ Յուրաքանչյուր մարդու կյանքում հոգեգալստյան մի պահ պետք է առանձնահատուկ լինի եւ ինքը այդ պահից սկսած ճիշտ առաքյալների նմանությամբ իր ամբողջ հետագա կյանքը պիտի նվիրի Աստծո գործին, պիտի նվիրի աստվածապաշտության, այսինքն պարտադիր չի ինքը դառնա քարոզիչ, դառնա հոգևորական կամ հոգևոր սպասավոր, ինքը կարող է լինելով իր գործին Աստծո մեծ գործունեության, Աստծո մեծ ներգործության այդ վկան լինել աշխարհում։ Առաքյալների անունը կրող եկեղեցում ուխտավորների հոսքն ամբողջ օրվա ընթացքում չդադարեց։ 77-ամյա Սերվենիկ տատը Երևանից է Սևան եկել։ Ասում է տարին մի քանի անգամ է Սևանավանքում լինում, իսկ հոգեգալստյան տոնին արդեն 5-րդ տարին է այստեղ է պատարագի մասնակցում։ Հոգիս հրճվում է։ Փառք Տիրոջով, շատ ուրախ եմ։ Տեսա Աստծո զորությունը այս մեր հավատացյալ ժողովրդին։ Սիրտս հրճվեց, ամենամեծ գանձն է այսօր։ Ով չի տեսե ափսոսում եմ, թող գա այստեղ ուխտի։ Ասում է յուրաքանչյուրի տրվելու է իր հավատքի չափով։ Ու առաքյալները ոնց որ Աստված առաքյալներին տվեց, Տերը Հիսուսը իր մխիթարիչ ուղարկեց, այսօր մեզ էլ ուղարկում այդ մխիթարիչը ու ով ինչ հոգով, ով ինչ հավատքով եկել է, այդքան էլ շնորհը նստելու է իր վրա։ Ես այս սրբավայրը մանկուց եմ սիրել, իմ մայրն է այստեղ միշտ բերել եւ մանկուց կոչվում էին ոչ թե առաքելուց, ասում են Սուրբ Նշան։ Ու ոնց որ սրտիդ մեջ նստած լինի այս վանքը եւ ամեն տարի ես պարտադիր մի քանի անգամ գալիս եմ այստեղ պատարակներին, նամանավանդ իրավուխտի օրը, շատ հաճելի է, շատ զորավոր է։ Հոգեգալստյան պատարագից հետո այստեղ ավանդաբար անդաստանի կարգ է կատարվում։ Սրբազան հայրը առաքյալների մասունքներով օրհնեց աշխարհի 4 կողմերը, խաղաղություն ու բարօրություն հայցելով երկիր մոլորակի եւ մեր հայրենիքի համար։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։